Do you have any concern regarding the allegation that there are a lot of irregularity regarding the referendum? Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին դեկտեմբերի 8-ի բրիֆինգում պատասխանելով հարցին, թե արդյոք որևէ մտահոգություն ունեն Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ժամանակ բազմաթիվ խախտումների հաղորդումների կապակցությամբ ասել է. We are concerned by allegations of electoral irregularities reported by non-partisan observers and various Armenian political parties. Մենք մտահոգված ենք ընտրական խախտումների մասին պնդումներով, որոնց մասին հաղորդել են ոչ կուսակցական դիտորդները, ինչպես նաև Հայաստանի քաղաքական տարբեր կուսակցություններ։ Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում լիարժեքորեն հետաքննել խախտումների մասին բոլոր արժանահավատ հաղորդումները, ապահովելու համար հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը։ Շարունակելով պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այս խնդիրները, որոնք նույնատիպ են, ինչ նախորդ ընտրություններում նշել էին ԵԱՀԿ-ի դիտորդները, դրանք պետք է հաշվի առնվեն ընտրական նոր օրենսգրքում, ապահովելու համար, որ ապագա ընտրությունները Հայաստանի ժողովուրդը ընդունի արժանահավատ, լեգիտիմ եւ հավատա, որ այն համապատասխանում է իրենց կամարտահայտությանը։ In the new electoral code to ensure that future elections are viewed Ջոն Քըրբին ընդհանուր առմամբ ողջունել է հանրաքվեի խաղաղ անցկացումը։ We commend the people and government of Armenia on the peaceful conduct of all parties. Մենք ողջունում ենք Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն խաղաղ անցկացնելու համար, որը կայացավ հանրային ակտիվ քննարկումներից հետո։ Hello everybody. Good afternoon. Իսկ երեկվա բրիֆինգում պետդեպարտամենտի խոսնակը անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտ գոտում իրավիճակի սրացմանը, առաջին հերթին խորը ցավակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների եւ վիրավորվածների ընտանիքներին։ The recent escalation of violence and the use of heavy weapons are unacceptable and we call Բռնությունների վերջին սրացումը եւ ծանր զենքերի օգտագործումը անընդունելի են եւ մենք կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ to the commitment by the presidents of Armenia and Azerbaijan. Մենք նաև կողմերին հիշեցնում ենք, որ այս հարձակումները չեն համապատասխանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնառությանը խաղաղ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ջոն Քըրբին ասել է, որ այս ամիս ավելի ուշ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անցկացնելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ OSCE Minsk group co-chairs will hold the next presidential summit between. Մենք կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել բռնություններից խուսափելու եւ բարելավելու բանակցությունների մթնոլորտը, որպեսզի նախագահների հանդիպմանը բանակցությունները ընթանան վստահության լավ պայմաններում։ Are you concerned that the tensions between Turkey and Russia may have Պետդեպարտամենտի խոսնակին հարց է ուղղվել, թե արդյոք մտահոգված չեն, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև լարվածությունը հնարավոր է նպաստել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության սրացմանը։ Ջոն Քըրբին ասել է, թե իրավիճակի սրացումը ինքնին մտահոգիչ է առանց աղբյուրների անհրաժեշտության։ Obviously in both cases we want to see tensions de-escalate. Երկու դեպքում էլ նկատի ունենալով ռուս-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, նա ասել է, թե երկու դեպքում էլ մենք ցանկանում ենք լարվածության թուլացում եւ որ գերիշխի սառը դատողությունը։ Պատճառների եւ ազդեցությունների փոխարեն թույլ տվեք ինձ հայտարարել։ Մեզ մտահոգում է այս բռնությունները եւ մենք իհարկե կշարունակենք հետեւել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև հարաբերություններին, մասնավորապես կապված երկու շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ, ասել է նա նկատի ունենալով թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավը խփելու միջադեպը։ Մենք ցանկանում ենք տեսնել լարվածության թուլացում, հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակը։